Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ, գողջունեմ ձեզ բոլորդ մեր բադվական փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի եկած Տերոջը դան եւ ներկայության մեջ։ Հաջիս գողքի եղբորդ եւ քրոջդ հետ ողջունե։ Չեր մորեն, ասե լավ որ Տերոջը դան մեջն ես։ Հալելույա, փառքի Սուրբ անվանը, փառքի Սուրբ անվանը, հալելույա, հալելույա։ Ովքեր արդվա բատկամս եւ մեսեջս լսեց եւ մտի գրավ։ Գիտեք նյութեր կան, որ այսպես հաջախագի գհիշենք եւ իրարու հետ գաբունին այս տարվա մեր օրնակ դեսիլքը լսողության դարի մինչև այս օրերը մենք անոր մասին գխոսենք դարբեր դեսանգույները դիտված բայց նյութեր կան որ այսպես 5 տարին 10 տարի մեկ պետք է իդ վերահիշեմ ես պետք է վերակարոզեմ որովհետև հadouk նյութեր են եւ հadouk տասագարկի մը գբատկանի եւ ամեն օրնակ 10 տարին մեկ նողներ գրնան լալ նոր միացողներ գրնան լալ so անցյալի լսողները օրտնված են բայց դերևս ներկա եղողներում մեջ ոմանք կան որ չեն լսած անոնամար անցյալ շաբթվա մեջ երբ գխորհրդածեի դերը սրդիս վրա այս նյութը թրավ դերևս այսպես շատ փափակելի նյութ մչլա այն իմաստով որ ոչ մեկը գուզե որ այդ նյութը իր վրա առնել այսօր պիտի խոսիմ ձերության մասին ալևորության մասին հիմա Բաշտամունքին վերջավորության երբ որ աղոտքի հրավիրեմ այն adin հայտնի բիդելա ձերեր կան ալևորներ կան թե ոչ Գիտեք, երբ որ ձերության մասին, ալևորության մասին խոսենք եւ դերևս այսպես հարցնենք մեր շուրջը գտնվող բադանիներուն, երդասարտներուն չեմ գարձեր ովևէ մեկը պիտի ասե որ ես կուզեմ երդասարտությունս, բադանեգությունս ձերության հետ փոխարինել Կամ մեկը այդպես սեր կյանքի մեջ երբ բադանի եք երդասարտ եք ասիր ախ երանի երդասարտությանս փոխարեն ձերը լայի չեմ գարձեր բայց հագարակը գա չէ ես գիտեմ մեծ հարուս բինելներ մարդը երդասարտի մեծ կխոսեր որ այդ երդասարտը կքանքադեր կթշկոհեր շատ մփաներ է ասավ գիտես սավ հարստությանս գեսը քեզի գուդամ եթե քու երդասարտությունը դենցի գուդաս Գիտեք, եթե հարցնենք ձերության մասին, ալևորության, եւ ես երբեմն քիչ ավելի փապկանագատ կլամ, կսեմ հարաճացած դարիքի մեջ եղողները։ Դարեց կսենք հարաճացած դարիքի մեջ, որտեվ ձերը ալևոր փարը թերևս լավ չէ դպավորված։ Եվ լավ այսպես հոտ չէ ցկած։ Չնայած որ Եթե ասվածաշունչը գարտանք եւ ասվածաշունչի մեջ սերդենք, պիտի տեսնենք, որ լուրջ կերպով հիշված է ձերությունը եւ ալևորությունը ասվածաշունչի մեջ։ Աստծո խոսքը երբեք լուրջ չէ ձերերուն մասին եւ ալևորներուն մասին, դարեցներուն մասին, դարիքը հարաճացածներուն մասին։ Անորամար թերևս մեր շուրջը գտնվող մարդիկ երբ մեզ այնքանալ Թրագան եւ այնքանալ լավ դպավորություն չեն ցկեր ձերության մասին։ Լավ բաներ չեն խոսիր, թրագան չեն խոսիր։ Հավատացեք քույրեր եղբայրներ։ Նույնը չէ որ աստվածաշունչը կգարտաս։ Երբ որ Աստծո խոսքը կգարտաս, աստվածաշունչը կգարտաս, կդեսնես այնտեղ հիշված ձերությունը եւ ալևորությունը դարբեր իմաստ եւ նշանակություն ունի այն ինչ որ մարդիկ հիմա
դպավորված են եւ գարդահայտվին։ Անորոմար որբեսի մենք գարենանք Աստծո խոսքին հիման վրա հասկանալ ինչ է ձերությունը, ինչ է երկար կյանք ունենալը, ինչ է ձերության կամ ալևորության օրհնությունները, ինչ բադվերներ եւ բադկամներ կան Աստծո խոսքի մեջ ձերերուն եւ բարավներուն, եւ ինչ խոստումներ կան Աստծո խոսքի մեջ ձերերուն եւ ալևորներուն։ Հավատացեք, այնքան ընդարձակնույթ է, որ եթե 2 ժամ 3 ժամ կարոզեմ փավիդի չլա, պիտի փորձեմ ամփոփելու, որովհետև սրտիս վրա դրված է այս է, որ մեր եկեղեցվո բաթմության ընթացքին, որ 10-ամյակը պիտի դոնենք միայն քալ գիրագի, եթե դերը գամի։ Ես աղոթած եմ երեխաներու համար, աղոթած եմ բադանիներու համար, աղոթած եմ երդասարտուիներու համար, աղոթած եմ զույգերու համար, աղոթած ենք մայրերու համար, աղոթած ենք հայրերու համար, բայց բամ այսպես հիշեցի, ես չեմ աղոթած դարեսներու համար, տարիքը առաջացած անձերու համար։ Դերը սրտիս վրա դրավ, թե նույնը ցեզի հետ գիսվիմ, թե ետքը աղոթեմ ցեզի համար սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ուրեմն երբ որ գխոսենք ձերության մասին, սա կնշանակե, որ երկար օրեր եւ դարիներ գաբրիս։ Չեմ ուզեր անունը դալ, բայց երեցմը երկար դարիներ առաջ, թերևս 15-20 տարի առաջ, երբ իրեն կհարցնեի գսեի, որ ինչպես ես, ընդհանրապես շատ անգամ նույն պատասխանը կրտնած է, ըսած է ինձի, եթե գրնաս մի ձերանար։ Եթե գրնաս մի ձերանար։ Օրին չհասկացա այդ խոսքը։ Բայց ետքը, երբ որ սկսա վերլուծել, տեսա, որ այդ խոսքի մեջ երկու տարբեր նշանակություն կրնալալ։ Առաջինը, եթե գրնաս մի ձերանար, մեկը գա, որ գրնա ձերության թեմ գենալ եւ ասել, որ ով ձերություն քեզ գհրամայեմ, թատրիր եւ ասկե ետ պիտի չձերանամ։ Գա մեկը։ Գամ ասել ուզեց, որ ձերությանը հրամայե, որ թատրի։ Եվ գամ երկրորդը։ Եթե գրնաս մի ձերանալ, այսինքն կնշանակե երդասարդ յանքիդ մեջ, ասի եգրեմ մեկնիր։ Ուրիշ նշանակություն ունի, ասեք ինձի։ Չէի մտածած, բայց ետքը սկսա, որ անորամար գսեմ, ամեն խոս, որ մենք կխոսենք եւ գամ գլսենք, պետք է որ արժևորենք, պետք է խոսքին հետ արժևորենք։ Խոսքը ինչ կսե։ Երբ որ ես կսեմ, որ եթե գրնաս մի ձերանար, կնշանակե, որ գսեմ քեզի, այսինքն անգյունաթարցային գերբով, անուղագի գերբով, որ երդասարդ մեկնիր աս աշխարհին։ Ես ես մե ոչ մեկուն այս խոսքը գսեմ։ Ոչ մեկուն, հաբա ինչ կսեմ գիտեք, բոլորը դալ երկար կյանք ապրեցեք, ձերության հասեք, խոր ձերության ինչ կսենք գիտեք, ալևորության հասեք։ Եվ ծեր կյանքը օրհնությունով թողնելա։ Նայեցեք, որովհետև երկար կյանքը, որ Աստված իր խոսքին մեջ վերաբահած է, գիտեք որոնց համար վերաբահած է։ Ովքեր պիտի ունենան երկար կյանք երկրի վրա, ովքեր պիտի ունենան երկար կյանք ձերության եւ խոր ձերության հասնին։ Աստծո խոսքը երկու միջոցառումներ գտնե։ Առաջինը կարդամ ցեզի, եկեք կարդամ ցեզի ուրեմն Արագածի 3-րդ գլխուն առաջին երկու համարները։ Արագած քրքին 3-րդ գլխուն առաջին եւ երկրորդ համարները։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Որդյագիմ մի մորնար իմ օրենքս։ Հաբակու սիրտը թող իմ բատվիրանքներս բահե։ Թող քու սիրտը իմ բատվիրանքներս բահե։ Ինչու համար, վազնզի քեզի երգային օրեր ու գենթանության դարիներ եւ հաջողություն պիտի ավելցնեն։
Երբ որ դերոջը բադվիրանքները գբահես, անոր արդյունքը երկար օրեր կունենաս, երկար կյանք կունենաս։ Եվ գարտամ նաև ցեզի գարտամ երկրորդ օրինաց 30-րդ գլխուն 20-րդ համար այսպես կսե. Քու դեր Աստվածը սիրելով անոր խոսքին հնազանդություն ընես ու անոր հարիս վասնզի քու կյանքիդ ու օրերուդ երկայնությունը ան է։ Հրամեցեք դեր օրհնեցեզի։ Դերը իր խոսքին հետևիլդ բահելդ գաբած է քու օրերուդ երկայնությունովը։ Շատեր մեր կյանքին ընթացքին դեսանք, որ շատ գանուխ մեկնեցան եւ կացին։ Շատ գանուխ ցկեցին կացին։ Աստծո խոստումները մեկն է, երբ որ դու իր խոսքերը կբահես սրդիդ մեջը եւ կգադարես կյանքիդ օրերը գերգարին։ Եվ երկրորդ Գարտամ ցեզի երկրորդ օրինաց 5-րդ գլխուն 16-րդ համար այսպես կսե. Բադվե քու հայրդ ու մայրդ, որբեսի օրերդ երկար լան։ Բադվե քու հայրդ եւ մայրդ, որբեսի քու օրերդ երկրի վրա երկար լան։ Նախ Աստծո բադվերները բահես, երկրորդ բադվես եւ հարկես քու ծնողքդ։ Աստված այս խոստումը դված է դասնապանյայի մեջն է այս 5-րդն է, բայց խոստումով առաջինն է։ Առաջին 4-ը խոստում չի հիշեր։ 5-րդը այս բադվերը գուքա խոստումով։ Եթե կբադվես քու հայրդ եւ մայրդ, երկրի վրա երկար կյանք ունենալու առավելությունը դերոջ մենք կստանաս։ Երկար կյանքը դերոջ մե դրված օրհնություն է։ Քույրեր եղբայրներ, it's a blessing, որ Աստված քու կյանքի օրերը գերգար է։ Գիտեք, Եզեկիա թագավորին երբ որ մարգարեն եկավ եւ ասավ որ պիտի մեռնիս, Եզեկիա եկավ եւ դերոջ արչեւ ինգավ եւ խոներացավ եւ ասավ դեր խնայ ինձի։ Ոչ մեկը կփապակի իր երդասարդ տարիքի մեջ այս աշխարհը մեկնիլ։ Փապակելի բամը չէ։ Եվ Աստված լսեց իր աղոթքը եւ իրեն կյանքին վրա 15 առավել դարիներ երկարեց։ Աղոթքը է որ ծեր կյանքին վրա 15, 20, 30, 40, 50 դարիներ ավելցնե։ Սիրելի քույրեր եղբայրներ, երկար ապրիկ դերոջը շնորհքով։ Հալելույա։ Փառքի Սուրբ անվանը։ Լավ, ինչ է օրհնությունները։ Ինչ են օրհնությունները, երբ երկար դարիներու կյանք ունենաս, այսպես ցեզի փամ ասեմ, երբ որ մեկը ցեզի ձեր գսե, փոխան ներվելու ուրախացեք։ Եթե մեկը ցեզի ասե ձերես, մի ներվիր, սա գնշանագե որ Աստծո գոմանը դրված քեզի օրհնություն է, կյանքիդ օրերու երկարացկությունը օրհնություն է։ Մենք կփոխենք, կուզենք ազնվացնել ինչ որ քիչ առաջի հարաճած դարիք, դարեց, շատ հաշտ եւ վարժ չենք ձեր բարին, չենք սիրեր։ Եվ եթե մեկումը ասես, դերևս ալ գներվի։ So, եկեք մեր մտքերը նորոգենք։ Օրհնություններ կան, որոնք Աստված բահած է ձերերուն։ Առաջինը գարտամ ցեզի, գսե իմաստությունը ձերերուն քով է ու հանջարը օրերուն շադությանը մեջ, հոփի մեջ իշխված է 12-րդ գլխուն 10-րդ համարը։ Իմաստությունը ձերերուն քովն է եւ հանջարը օրերու շադության եւ երկայնության մեջ։ Երբ դու Աստծո օրենքը կբահես, նայեր ասեմ քեզի, սա պայման է։ Երկար օրերու ունենալու հիմնական բանը Աստծո բադվերը բահես եւ գադարես։ Եվ բադվես քու ծնողքդ, ստացար երկար կյանքը։ Այդ երկար կյանքին ընթացքին Աստված քեզ ինչ շնորհած է։ Առաջին բանը, որ դու իմաստության եւ հանջարի դեր դառնաս։
Այնինչ որ աշխարհայիկ մարդիկ, որոնք Աստծո խոսքեն հերու են, պիտի չգրնան ունենալ։ Անոնք գրնան խելացի ըլլալ, անոնք գրնան ջարբիկ ըլլալ, անոնք գրնան արթուն ըլլալ, բայց հանջարն ու իմաստությունը վերաբահված է Աստծո խոսքին հետ։ Եվ դուք սիրելի եղբայրներ քուրեր, որ դարիքով հարաճացած եք, երբ խոսքին մեջն եք եւ խոսքը կգադարեք, դերը ցեզի իմաստություն եւ հանջար գուտա։ Վաու։ Երկրորդ բանը, որ գուզեմ ասել, քիչ մը հետաքրքրական է, թերևս քիչ մնալ ծիծաղելի կթվի ցեզի։ Երբ խոստում ունի, օրհնություն ունի ձերությունը, նաև երկու հատ բսակ ունի, թակ ունի։ Գիտեք ինչ է բսակը եւ թակը ձերերուն։ Գարտամ քեզի։ Առաջինը գրված է Արագածի 16-րդ գլխում մեջ, կսե ձերերուն փառքը ջերմակ մազն է։ Եվ նորեն Արագածի մեջ նույն հեղինակը, այսինքն Սողոմոնի մաստուն կսե մազի ջերմգությունը փարած բսակ է։ Գիտեք երբեմն նայեցեք կբադվեմ գահարկեմ ինձ սխալ մի հասկանաք հատկապես քույրեր երբ որ իրենց մազերը գուզեն ներգել գուզեն ջերմագը ծածկել հարկանք ունիմ բայց Աստծո խոսքը գիտեք ինչ կսե գուզեմ Աստծո խոսքը ես ձեզ հրամցնել գսե անիգացեր փառքն է գսե փարած բսակ է գիտեք փարած բսակը այսպես երբեմն բատկերներու մեջ կտեսնենք քրեշտակներու գլխում վրա ասենք ջերմակ բսակ մգլա լուսավոր Երբ ջերմակ մազը Աստծո խոսքը նմանցուցած է փարած բսակի թակի Ես Ամերիկա քույր մը գճանչնամ որ դարիքը հարաճացած է եւ երկար դարիներ մինչեւ մի քանի դարիներ առաջ միշտ մազերը գարմիրի վրա էին սրճակույնի վրա եւ հանգարց 2-3 դարի առաջ հանգարց փամը փոխվեցավ եւ երբ որ բատկերը դեսա որ աս քույրին մազերը գաթի նման ջերմակ է Այս քույր հավանաբար այս խոսքին հանդիպեցավ։ Սա ես կուզեմ այդ թակը եւ այդ բսակը գլխուս տնել։ Եվ իմ մազերը ջես ջերմակ եւ ինձ սիրուն է։ Ինձ սիրուն է։ Հիմա քույրերը կորոշեն ասկեվեջ պիտի չներգենք քալ գիրագի մյուս գիրագի ջես ջերմակ մազերով պիտի կանք հովիվ նայր մազերս ջերմակ է։ Հալելույա Հալելույա Գիտեք երրորդ օրհնությունը ինչ է ձերերուն Գարտամ ցեզի շատ ավոր օրհնություններ կան շատ ավոր ձերեր այսօր դուք sorry ձերեր երբ որ գսեմ մի նեղանակ ինձ մե please այսօր դուք պիտի վայելեք երդասարտներ դուք այսօր բաժին չունիք մինչև որ ձերանակ բադանիներ չափահասներ մինչև որ չի ձերանակ այս օրհնությունները չեք կնար վայելել գիտեք ինչու համար օրինակ այս օրհնությունը չեք կնար վայելել որովհետև նայեցեք ինչ կսե երկրորդ բսակը որուն համար գսեմ սա է գսե որդվոց որդիկ ձերերուն բսակն է թորնիկները որդվոց որդիները Ես 25 տարեկանից ամենեն երդասարդ գայտար դարիքի մեջ եմ ուժս կարողությունս ամենեն բարձրն է բայց չեմ գնար մեծ հայրլալ Անիգա վերաբահված է երբ քու դարիքդ գահարաճանա եւ գձերանաս ձերության գմոդենաս Չես անպայման ձերանաս հիմա օրինակ ես 60 տարեկան եղա եւ այս տարի թորնիկի դեր եղա գամած քայլս կառնեմ թեպի այնտեղ թեր դակավին հոն չեմ ասած որտեւ չեմ գիտեր շատ դարբեր արժևորումներ կա դարիքի բարակային ձերերուն իմ գարձիկովս ձերությունը գտեվագոխես 70 եւ վերջը Իսկ 80-85 հասարն է գտեվագոխես ալևորությունը Սա իմ գարձիկս է Գրնան քիչ ջաստնել վերելել վարիշնել բայց վերջավորության անիգա է So ես դեր 10 տարի ունիմ
Սոթեբի հոնգերտանք պայց, պարկասո։ Գսե որտվոց որտիկ ձերերուն բսագն է, գիտեք թորնի դերը լալ իր աբես գարձես կլխուտ բսակ կտնես։ Այնքան դարբեր փորձառություն մնե։ Մարալին էդ կխոսեի, գիտեք, երբ որ դարիքդ գմեզնա, այլևս մարմինդ նույն ուժը կգործընծնես, կարողություններդ կգործընծնես, concentration-դ կգործընծնես, միտքդ բահելու կարողությունդ կսկսի գամած համեստանալ, շատ բաներ կփոխվին։ Եվ բահմը գեցանք եւ մարալինդ կխոսեի, ասի լավ, ինչ է քրավչություն այս յանքիս այս բաժինի մեջ։ Գիտեք, երբ որ Աստված մեզի թորնիկ տվավ, գիտեք ինչսի, լավ որ ես 60 տարեկան եղա։ Եվ լավ որ այս փորձառությունը Աստված մեզի տվավ։ Գիտեք, Աստված ամեն տարիքի մեջ հadouk օրտնություն մտավ վերաբահած է։ Երբ որ դու 50 գլաս օրտնություն մգա որ 20-ին չես կրնար վայելել, եւ 60 գլաս 70 80 ամեն մեկ տարիքի մեջ օրտնություն մգա որ չես կրնար վայելել ցեկցկել, երբ որ դու երդասարդ ես 25 տարեկանին հանջարի եւ իմաստության դեր չես կրնար լալ, որ չաբալ խելացել լաս։ Օրերու երգայնության մեջն է, այլ խոսքով փորձառության մեջն է։ Լավ, ինչ բադվեր գա ձերերուն Աստծո խոսքի մեջ։ Գուզեմ գարտալ ցեզի Դիմեթրիոսի նամակի մեջ երկրորդ գլխուն երկրորդ եւ երրորդ համարը նայեցեք։ Ձերերուն այսպես կսե։ Ձերերուն բադվիր է ըսկաստլալ։ Ձանրապարո խոսազնին ռազնին լավ գիտնան խոհեմ ողջամիտ հավատքով սիրով համբերությունով առողջ հավատք ունենան առողջ սիրով լեցված լան եւ համբերությունով նույնպես ալ բարավներուն ներոամիգ սիրելի քույրեր Աստվածաշունչը կամ հայերեն լեզվի մեջ հարաճած դարիքի գիներուն բարավ գսեն Գիտեք, մենք բարավ փարը երբ լսերենք, հեքիաթ երբ որ մեզի գբատմեին երեխային բարավ եկավ, քիթ այսպես երգար, քիցակ քլխուն վրա ասանք սուր քլխարկ մտրած սերքը կավազամ մեր դպավորությունը ան է բարավ փարը երբեք լավ չի հնչեր մեր ականջներուն բայց իրականության մեջ ձերը այր մարդն է բարավը գին մարդն է so ներողամի դեղեք սիրելի երեց քույրեր որը Աստծո խոսքն է սողը ես չեմ այսինքն ինձի ձուր մի նայեք հաջեցեք նայեցեք ինչ կսե նույնպես ալ բարավներուն այնպիսի վարմունք ունենան ինչպես գվայլե սրբության ոչ փանսարգու այսինքն գրվազան ոչ կինեմոլ ուրեմն այն ադեն խմո բարավներ շատ էին բադվեր գուտա ոչ կինեմոլ հաբա փարի խրատ դվող ուրեմն որքան օրտնություն ունի ձերը լալը եւ բարավը լալը նաեւ բադվեր գա Աստծո խոսքի գոման է որ ծեր դարիքին համապատասխան ծեր փորձառության համապատասխան ըլլա ծեր վերապերմունքը մարդոց հետ հատկապես զավակներուդ հետ թորնիկներուդ հետ շուրջդ գտնված թերահասակ երդասարտուհիներուն հետ խրատ դվողը լաս այսինքն թուն իրեն advice նողը լաս եւ ոչ թե ինքը կա եւ քեզիս է մամա ամոթ է այս ռացդ բաբա ինչ կնես Այլ գխնդանք որտեւ այսպիսի բարականերու մեջ են գանցնենք unfortunately Hallelujah Enjoy գնենք այսօր Աստծո խոսքը շատ լավ Լավ եկեք ցեզի խոստումները վերջին բաժինը խոստումները երբ որ դու գծերանաս ինչ խոստումներ ունիս Սիրելի քույրեր եղբայրներ որոնց դարիքը հարաճած է խոստումներ ունիք ասե ես դերոճմեն խոստում ունիմ Ամեն Հալելույա
Առաջին խոստումը, որ դերը գուդա Եսայի մարգարեության 46-րդ գլխուն 4-րդ համարի մեջ։ Նայեցեք ինչ կսե։ Մինչև ձեր ձերության անգամ ես նույնն եմ։ Այս խոսքին արջև գանկնեցա այսպես։ Նայեցեք, շուրջդ գտնվող մարդիկը բադանեգությանը, երդասարտությանը, չափահասությանը մեկ բան կրնան լալ, բայց երբ ձերանան կտեսնես, որ կփոխվին։ Երբ կարողություններդ կբացին, ուժդ կբացին, առողջությունդ կինա, նյութականդ կսկսի համեստանալու, այդ նույն անձերը կտեսնես, որ կփոխվին։ Գիտեք, անոր համար առաջին խոսքը ինչ կսե Աստված։ Նույնիսկ քու ձերությանդ ընթացքին, խոր ձերութ, ես նույնն եմ, չեմ փոխվիր։ Աստված պիտի չփոխվի։ Բիչս է աման ձերացար, աման մազերս թափավ, աման չեմ գիտեր գուզդ ելավ։ Գիտեք, մարմինիս կփոխվի։ Նայեցեք, ես սանրուֆ ունիմ, դարիքի պերումով։ Ոմանք մազերնին ջերմկցած է, ոմանք ջերմկնալու պետք չի գա, փայլուն է։ Աստված կսե մինչև ձեր ձերության անգամ ես նույնն եմ ու մինչև ձեր ալևորությունը, նայեցեք ոստեգը իշե, ալևորությունը ձերութենեն ետ կեղող ժամանակաշրջանը կսե, ես ձեզ պիտի գրեմ, ասպարը արսրդիտ մեջ, ով սիրելի քույրս և եղբայրս, որ դարիքով առաջացած ես, դերը քեզ պիտի գրե։ Զավակդ կրնա քեզ չի գրել, հարսդ կրնա քեզ չի գրել, աղջիկդ կրնա քեզ չի գրել, եղբայրդ քույրդ կրնա քեզ չի գրել, դերը քեզ պիտի գրե։ Դերը պիտի չփոխվի, նույնն է, քեզ պիտի գրե։ Եվ գսե, ես ստեղծեցի ու ես պիտի վերցնեմ, ես պիտի գրեմ ու ազատեմ, գրեմ փարը երկու անգամ գիշաս մեկ համարի մեջ։ Նայեցեք ինչ գեղեցիկ խոսքեր են։ Ես նույնն եմ, ցեզ պիտի գրեմ, ցեզ պիտի վերցնեմ, ցեզ պիտի ազատեմ։ Գրեմ, վերցնեմ, ազատեմ։ Միասինս ենք։ Գրեմ, վերցնեմ, ազատեմ։ Ցույց ինձ մեկը քեզ ասի գնե։ Ոչ մեկը։ Չի գրնար նույնը մնալ առանց փոխվելու եւ այս բոլորն էլ։ Ուրեմն խոստումը դան է, որ դերը քեզ պիտի գրե։ Գիտե որ թուն ծանր ես, գիտե որ թուն ծանրաշարժ ես, չես կրնար ուզածիդ պես ակտիվ չես, անորմալ գուկա քեզ գրել գնշանագե քեզ վերցնել։ Գիտեք, ձերերը այսօրերում ոքր կկործած են։ Աստված քեզի գսե ոքրի պետք չունիս, ես քեզի կգրեմ։ Ես քեզի կգրեմ։ Գուկա ցերկդ կմտնե, գսե վրաս հենիր, գհենիս իր վրա գսկսիս կալելու, ամա գսես որ ինչ թյուրուն է, հա որը դև իր վրա հենած ես, ինքը քեզ գրած է։ Ամեն։ Սիրեմ յա ասպիսի Աստծո չէ, որ ձերությանս մեջ իսկ ինձի հետ է և ինձ մե երբեք չի հերանար։ Հալելույա։ Ուրեմն խոստումիդ առաջինը, որ քեզ պիտի գրե, քեզ պիտի խնամե, քեզ պիտի վերցնե, քեզ պիտի ազատե, ամեն բան, որ քու կյանքիդ մեջ, քու ձերությանդ պատճառով քեզ մե հերացան, ցերից տվիր անոնք բոլորը դերը ինքը պիտի փոխարինե։ Դերը ինքը պիտի փոխարինե։ Երկրորդ բդղապեր պիտի ըլլան։ Վանանուր է, կրնակ կանչել իրեն, որդև նգար մգավոր մեն պիտ բանչեմ որտնե։ Գսե բդղապեր պիտի ըլլան, նայեցեք, ցեզի գարտամ Սամոս 92:14-ը, այսպես գսե, ձերության ադենալ բդուղ պիտի դան, բարարդ ու գանաչ պիտի մնան։ Բարարդ ու գանաչ պիտի մնան, այս խոսքերուն արջեմ նոր են գեցա։ Ասի ինչպես կրնալ, որ բարարդ և գանաչ մնան։ Գիտեք դուք, ձարը երբ որ երդասարդ է, դերևները, ջուղերը գանաչ և բարարդ են, բայց երբ որ գձերանա, ինչ կսկսի լալու, չորնալու, դերևները կսկսին թեղնելու, թապտպելու։ Նգարները վանուշիկ։
Երբ որ գգարտայի եւ գսե որ ձերության ադենալ բարարտ եւ թալար բիդելա գիտեք ինչ կակնարգե բդղափերությունը նորեն գարտամ խոսքին հարցումին պատասխանը խոսքի մեջ են կդիր մեջ են նայեցեք ինչ կսե նորեն գարտամ ձերության ադենալ բդուղ բիդիդան բարար դու գանաչ բիդի մնան հիմա քեզ հարցնեմ որ ջուղը բդուղ ուդա Անվոր գանան չէ եւ անվոր թալար է երբ կսե ձերությանդ մեջնալ բդուղ բիդի դաս գնշանագե որ քու գյանքդ գանաչ եւ թալար բիդի բահեդերը բդուղ դալու միակ միջոցը երբ ջուղերը առողջ են բարարդ են եւ թալար են եւ գանաչ են եւ որովհետեւ դու բդուղ ուդաս անոր համար քու գյանքդ բարարդ եւ թալար գլա գիտեք սիրելներ Terevս ասես որ ես ինչպես կրնա ալալ որ բդուդամ ես դարիքս հարաճացավ շարժումները շատ ծանր են դունիս մեկ անգյունը նստած եմ Գուզեմ ցեզի բատկեր մցցնել անցիմը որ անցյալ շաբաթ իրեն այցելեցի եւ ես վստահ եմ որ ցեզ մե շատերը գիտեն իրեն եթե վանան մեզի ցույց տա Հալելույա Հալելույա Ով գճանշնա այս եղբորը Ардаш եղբայրը Գճանշնա Ардаш եղբորը Ардаш եղբայրը հիմա նրսինգ հոմի մեջ է անցյալ շաբաթ կացի իրեն այցելեցի Երբ որ իրեն հարցուցի ինչպես ես Ардаш եղբայր գիտեք ինչ ասավ Հազար փառք Աստծո Փառք Տերոջը շատ լավ եմ եղբայրն ազո Այնքան կողունակ սիրտը եւ այս մեկ հատկությունը իրեն մեջ կդած եմ երբ իրեն ծանոթացա երբ փոսեգանք 17 տարիներ մոտավորես առաջ իրեն ծանոթացա դեսա կողունակ սիրտ հիմա նրսինգ հոմը սենյակի մեջ մինագն է Գիտեք ինչ ասավ ինձի Ասի ինչպես կանցնես օրդ Սավ աղոտքով Ամեն մարդու համար գաղոթեմ Այս նրսերը որ ինձի գուքան սրվ գնեն իրենց համար գաղոթեմ Հոն administration-ը գա մարդիկ կան երդասարտներ գիներ անոնց համար գաղոթեմ Ասավ Ասկականներուս համար գաղոթեմ, զավակներուս համար գաղոթեմ, Բարսկաստանի մեջ գտնվող եկեղեցին համար գաղոթեմ, եղբայր քույրեր կան գաղոթեմ, իմ եղբայրներուս եւ քույրերուս համար գաղոթեմ։ Սավ իմ միակ գործս աղոթել է։ Ձերության ադենալ բդուղ բիդի դա գանաչ ու թալար եւ բարարդ բիդի ըլլա Սա է սիրելի քույրեր եղբայրներ Եթե ասես որ ես ծանրաշարժ եմ ես չեմ գնար դուրս ելնել չեմ գնար երթալ վգայել երբեք նույն չէ դունիդ մեջը նստիր եւ սկսիր աղոթելու Գիտես իր մեջ խնդրեցի այսպեսի հավատքի դեր մարդիկ թյուրին չես գտներ Ասի գրնաս ցանգիտ վրա նոր կյանք ավելցնել Սա այսօր վնես սկսյալ ցանգիս մեջ է իրգունը բիդի սկսի աղոթելու ձեզ համար Գգարձեք որ անպայմանորեն կարոզելն է ծառայությունը բդուղ դալը գգարձեք որ անպայմանել միսիոնարական ծրագիրներն են բդուղ դալը ոչ սիրելի քույրեր եղբայրներ սիրելի ձերեր սիրելի բարավներ սիրելի ալևորներ դարեսներ աղոթքի ժամանակ դուրքան թե այդ աբագանած Facebook-ը Instagram-ը ժամերնիտ գողոպտե փոխան աղոթքի այս մարդը այդ մինագության մեջ աղոթքի վերնադունիմը վերածած է ներքին սենյակ մի եղած է իրեն համար եւ աղոթքով գիշը ամեն օր գաղոթեմ սա քեզի անսնաբես քեզի եղբայրն ազու անունովդ ամեն օր գաղոթեմ վաու սի իմ նոր կյանքն ալտիրասի սիրով սա Ինչպես բդուղ պիտի դաս, սիրելի դարեց քույրս եւ եղբայրս, այդ աբագանած մոբայլը turn-off-ը
Մտիր ներքին սենյակդ եւ սկսիր աղոթելու։ Երկու վարիանտ չէ, հա։ Անուն հոր եւ որդու հայ մեր որ երգինս ըսած մեր անաբազոր դուր մեզ այսօր վերջնա բահաբան ամենայնի Քրիստոս եւ վերջացնես։ Նստիր եւ աղոթե։ Նստիր փարեխոսե։ Փարեխոսական աղոթ կտրե։ Երկրի վրա գտնվող սուրբերուն եկեղեցին սիրելներուդ։ Եվ վերջին խոստումը որ ուզեմ շատ կան խոստումներ, բայց ժամանակը նկատի առնեմ։ Բայց ասպես փորձեցի կարևորակույններ անել։ Վերջին խոստումը գիտեք ինչ է։ Նայեցեք գարտամ ցեզի երկրորդ օրինաց 34-րդ գլխուն 7-րդ համարը։ Կսե. Եվ Մովսես իր մեռած ադենը 120 տարեկան էր։ Անոր աչքերը չդգարացան ու անոր ուժը չքնաց։ Հիմա անգելձը լանգերարու հետ։ Այն ադեն երբ որ մեգումը աչքերը դգարանարն է, գես գույր էր։ Ակնոց չի գար։ Գես գույր էին։ Հիմա աչքերը դգարանան է խնդիր մչունիս։ Նայեցեք, ակնոցը, երկու աչքի դեղ, 4 աչք լա եւ ամեն ինչ հստակ կդեսնես։ Ամենին յետևի նստող կեոր կեղբարին ալ շատ հստակ թեմ կգդեսնեմ։ Խաչի կեղբորը Էդվարդին, բոլորին։ Խնդիր չի աչքի դգարանալու, բայց կսե ուժը չբացեցավ։ Հիմա ինչ կնշանակե ուժը չբացիլ, կնշանակե որ երբեք հիվանդ պիտի չլաս, չէ անիգա չէ։ Անիգա չէ։ Անցած շաբաթ այսօր ներկա չէ, անցած շաբաթ մեր սիրելի Ալիս Կրոջ Կահկեջյանին այցելեցի։ Իրեն երբ որ հարցի ինչպես ես Ալիս Կույր, որտեվ գիտեք իր գողագիցը մահացավ եւ հիմա իրեն համար նոր chapter մնե մինագյաց կյանք, որը թյուրին չէ։ Գիտեք ինչ ասավ։ Ասավ կարևորը ասավ ոտկե ցերկե չինամ։ Գարենամ երթալ եւ քալ եւ իմ ամիջական բարդականություններս անել։ Գիտեք ինչ կնշանակե ուժը չբացիլ։ Ասիգա։ Չի նշանակե անպայմանորեն հիվանդ պիտի չլաս։ Նայած մարմինը մոտորի կնմանի, մեխանիզմը կհոգնի, երթալեն պիտի հոգնի, այլևս յուղ վարելու պիտի սկսի, ետևեն մուխ ելլելու պիտի սկսի, անշուշ մարդուն ետևեն մուխ թող չել է, ուրիշ բան է անիգա, մոտորին ետևեն մուխ պիտի էլ է, մեր այս մարմինը հետս հետը պիտի հոգնի, ասիգա իրականություն է, բայց աստծո խոստումը ինչ է գիտես, ցերկե ոտկե բիդի չինաս։ Մինչև վերջին վարյանը բիդի երթաս եւ բիդի կասկու գարիկներդ լես։ Նայեցեք որքանալ մոդիկ անց ունենաս, որքանալ համարցակը լաս իրեն հետ, երբ որ հարցը գուկա փանիկ երթալու, շաուր առնելու դժվար գլա մեգումը հետդ մցնես։ Շատ քեշ բան է ապրում է։ Եվ մեկը չուզեր։ Եթե գսե աստծո խոսքը Եթե գսե ասո իմ բադվերներս բահեք եւ ծեր ծնողները բադվեք եւ հարգեք։ Ես ցեզի խոստումներ պիտի դամ։ Եվ այդ խոստումները մեկը որ քու ուժդ պիտի չբացի։ Պիտի չբացի։ Մինչեւ որ աչքերդ փագես, դագավին քու գարիկներդ, քու անձնական միջոցներով լեցնելու Աստված քեզի շնորհ պիտի տա։ Ինչպես է այս խոստումը։ Wow. Wow. Amen. Amen. Thank you Lord. Եվ իրապես մենք Աստծո փառք ունենք, որ թեև աշխարհ ձուր աչքով գնայի ձերերուն, Աստված շիդագ աչքով գնայի ձերերուն։ Աշխարհ անփափակելի է գսե, Աստված գսե չէ, ձերությունը փափակելի բիդալա քեզի համար։ Տուն փափակով պիտի ձերանաս, ուրախությունով պիտի ձերանաս եւ պիտի վայելես բոլոր օրհնությունները, խոստումները եւ երկար կյանքը։ Ամեն։ Ամեն փառքի Սուրբ անվանը։ Նայեցեք դակավին շատ խոստումներ կան, բայց ես գուզեմ այս շաբաթ ամփոփել, որովհետեւ գուզեմ հիմա աղոթքի բախտանք։ Դեր օրհնեցես շնորհքը բոլորին հետ։